Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների համար բարձրագույն կրթությունը տարիներ շարունակ եղել է սահմանափակ հասանելիությամբ, բայց 2010 թվականից ի վեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեն Վրաստանում ստանալ բարձրագույն կրթություն պարզեցված ընթացակարգով։ Պարզեցված համակարգը այսպես կոչված 1+4 ծրագիրը նախատեսում է ընդհանուր հմտությունների քննության հանձնում հայերեն, ադրբեջաներեն, աբխազերեն կամ մոսերեն լեզուներով։ Երիտասարդներն անցնում են վրացերեն լեզվի մեկամյա վերապատրաստման ծրագիր, ապա շարունակում են ուսումը իրենց ընտրած բաժիններում։ 2010 թվականից ի վեր Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ազգային փոքրամասնությունների ուսանողների թիվն զգալիորեն աճել է, ինչը պայմանավորված է հենց այս ծրագրով։ 1+4 ծրագիրը հնարավորություն է ընձեռնում Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնություններին ընդունվել Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ, հանձնելով ընդամենը մեկ քննություն, ընդհանուր ունակությունների քննություն մայրենի լեզվով։ Միասնական ազգային քննությունների ընդհանուր ունակությունների թեստերի հիման վրա Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 1+4 ծրագրով 2010 թվականին ընդունվել է 247 ուսանող, իսկ 2022 թվականին այս թիվը հասել է 1386-ի և տարեցտարի այդ թիվն աճում է։ Օրինակ, այս տարի ընդհանուր ունակություններից հայերենով քննություն հանձնող դիմորդների թիվը եղել է 612, նրանցից անցողիկ նվազագույն շեմը հաղթարել է 520-ը, գրեթե 85%-ը։ Բացի այդ ծրագիրը ներառում է նաև դրամաշնորհային ֆինանսավորման հնարավորություն, հայախոս դիմորդներից 200-ը կսովորեն անվճար։ Իդեպ սխալ է լինում, այդպիսի սխալ են թույլ տալիս, երբ ասում են, որ այս ծրագիրն անվճար է, այդպես չէ, այդ ծրագիրը սովորական վճարովի ծրագիր է, պարզապես 200-ական մարդ լավագույն արդյունքներ ունեցող 200 ադրբեջանալեզու, 200 հայալեզու այսօր ստանում է այսպես ասած ֆինանսավորում, դե սովորաբար դրամաշնորհի տեսքով, այդ իսկ պատճառով եկեք չասենք, որ սա անվճար ծրագիր է, սրա շուրջ ամբողջական շատ լուրջ քննարկումներ են եղել, որ փոքրամասնությունների ինչ-որ մի խումբ պահանջում էր, որ ծրագիրը լինի անվճար, որովհետև եթե պետությունը դպրոցում վրացերեն չի սովորեցնում, ապա պարտավոր է, որ եթե բուհ եմ ընդունվում, անվճար պետք է վրացերեն սովորեցնի, տրամաբանական է։ Չնայած ծրագրի հաջող ընթացքին վերջին շրջանում քննարկում եղավ նաև ծրագրի չեղարկման մասին։ Այն դեպքում, եթե այս ծրագիրը չեղարկվի, մենք կբախվենք մի շարք շատ մեծ խնդիրների։ Առաջին հերթին դիմորդների մեծ մասը ոչ թե կընտրի վրացական բուհերը, այլ կմեկնեն սովորելու Հայաստան եւ Ռուսաստան։ Սա մեկ։ Մյուս կողմից լեզվի իմացության մակարդակն էլ կիջնի եւ երեխաների մոտ մոտիվացիան էլ կվերանա։ 1+4 ծրագրի գերակայությունն ու առավելությունը որն է, որ պարզեցված կարգով են քննություն հանձնում։ Ընդհանուր ունակությունների քննությունը հանձնվում է մայրենի, իրենց մայրենի լեզվով։ Սա մի շատ մեծ առավելություն է։ Երկրորդ առավելությունն այն է, որ մեկ տարվա ընթացքում նրանք սովորում են վրացերեն եւ տիրապետում վրացերենին։ Սա երկրորդ առավելությունն է։ Եվ երրորդը մեզ վերադառնում են պրոֆեսիոնալ կադրեր, երկլեզու կադրեր, վերադառնում են շրջաններ, ինչն այս դեպքում դեֆիցիտ է։ Մարզերում երկլեզու կադրեր ունենալը։ Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն մայիս ամսին հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել էր, որ մոտ ապագայում ազգային փոքրամասնությունների համար վրացերենով նախատեսված 1+4 կրթական ծրագիրն այլևս անհրաժեշտ չի լինի։ Նրա խոսքով Վրաստանի ոչ վրացախոս քաղաքացիների շրջանում պետական լեզվի իմացությունը զգալիորեն բարելավվել է։ Նրա գնահատմամբ վերջին տարիներին պետական լեզվի իմացության առումով իրավիճակը արմատապես փոխվել է դեպի լավը։ Ծրագրի հիմնադիրներից Կախա Գաբունյան հավանական է համարում, որ հանձնաժողովի նախագահին ոչ ճշգրիտ տեղեկություն են տրամադրել, որն էլ կարող է հանգեցնել նման որոշման։ Նրանք սխալ տեղեկություն են տվել։ Ինքը իհարկե այդ հետազոտություններն անձամբ չի անցկացրել։ Նման հետազոտություն ես ձեզ ուղղակի կասեմ, չի անցկացվել։ Սա սուտ է։ Պարզապես չի անցկացվել այդ հետազոտությունը։ Եվ հիմա նախարարը թե հանձնաժողովի նախագահ մոլորության մեջ են գցել։ Նրան ասել են, ահա մենք հետազոտություն ենք անցկացրել եւ փոքրամասնությունները հրաշալի գիտեն վրացերեն։ Դե հիմա ասեք, Ախալքալակում կամ Նինոցմինդայում այդպես է։ Ոչ, այդպես չէ։ Ցավոք դպրոցներում դեռևս այդ մակարդակի վրացերեն չգիտեն։ Ես կարող եմ հիմա համարձակ ասել, որ ցավոք այսօր այս ծրագրի չեղարկման հիմք գոյություն չունի։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է այո պլանավորվի օրինակ 2030 թվականի համար, որ հիմնավոր չեղարկվի ծրագիրը։ Միայն թե այնտեղ պետք է գրված լինի յուրաքանչյուր քայլը, թե ինչպես է այդ ծրագրի փոխարինումը տեղի ունենում դպրոցական ծրագրում։ Կախա Գաբունյան պատմում է նաև, որ ծրագիրը երբ ստեղծվեց, դա մշտական բնույթ չէր կրելու, այսինքն ծրագիրը պետք է գործի այնքան ժամանակ, մինչև դրա կարիքը կզգացվի եւ ըստ նրա կառավարության ներկայացուցիչները սխալ տեղեկության են տիրապետում այն մասին, որ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների վրաց լեզվի իմացությունն այն մակարդակի է հասել, որ ծրագրի կարիքն այլևս չկա։ Չեղարկման մասին լուրն անհանգստություն է առաջացրել նաև երիտասարդների շրջանում։ Վերջերս կան խոսակցություններ, որ ցանկանում են փակել 1+4 ծրագիրը, քանի որ գտնում են, որ
այլևս չկա այս ծրագրի օգտագործման անհրաժեշտություն, սակայն կարող եմ վստահաբար ասել, որ ծրագրի անհրաժեշտությունը դեռևս կա, այն արդիական է եւ պետք է գնալով բարելավվի, քանի որ հակառակ դեպքում վստահաբար կշարունակվի դիմորդների արտահոսքը դեպի այլ երկրներ եւ այլ ուսումնական հաստատություններ։ Ծels վինց գախտա ստուդենտի Այս տարի ովքեր որ դարձան ուսանող, այսինքն նրանց լեզվի իմացության մակարդակը օրինակ իմ աշակերտներից ելնելով, ովքեր փորձել են ընդունվել, ընդունվածներից մեծամասնության մոտ վրացերենի իմացության մակարդակը A2 է։ Այսինքն որպեսզի բուհ ընդունվեց վրացերենով 4 կամ 3 քննությունով եւ ոչ թե այսպիսի բարձրացված կարգով, պետք է ավելի բարձր մակարդակի վրացերեն իմանաս։ Եթե չլիներ 1+4 ծրագիրը, այն բանի հավանականությունը, որ ես եւ թեկուս իմ ընկերները մեր կրթությունը կշարունակեինք Վրաստանում, կլիներ բավականին ցածր եւ ամենայն հավանականությամբ կշարունակեինք կրթությունը այլ երկրներում։ Իսկ այդ ամենը հետագայում կհանգեցներ այլ խնդիրների, կունենայինք լեզվի բարդություններ, աշխատանքի հետ կապված խնդիրներ եւ չէինք կարող ինտեգրվել վրաց ժողովրդի մեջ։ Մասնագետների կարծիքով տարիների ընթացքում վրացերեն լեզվի տիրապետման մակարդակը իհարկե բարելավվել է, սակայն շրջաններում կրթական մակարդակը դեռ այն կետին չի հասել, որ նմանատիպ ծրագրերի առկայության կարիքը չլինի։ Այդ մասին փաստում են ուսանողներն ու դիմորդները նշելով, որ եթե չգործի 1+4 ծրագիրը, ապա իրենք չեն կարողանա վրացի դիմորդների հետ հավասար նույն քննությունները հանձնել եւ ստիպված կլինեն կրթություն ստանալու նպատակով գնալ երկրից, որն էլ իր հերթին կառաջացնի բազում այլ խնդիրներ։